$100,000 տուն առնելու համար $100,000 այդ բանը ձեզ պետք չի, որտեղ ամենամեծ մոլորությունը այստեղ է։ Դուք կարաք դա փուլային առնեք, ինչը շատ դեպքերում դուք կարաք ձեզ թույլ տաք, բայց այդ բանը չեք էլ խորացել այդքան, հա, որտեղ հիմնական մոլորությունը կամ հիմնական մերժման պատճառներից մեկը տուն չառնելու դա է, դե որտեղից մեզ $100,000 փող։ Երկրորդը որոշում կայացնելուց հստակ հաշվի առեք ումից եք գնում, որտեվ հիմա սեգմենտավորված նախագծերը հստակ սեգմենտավորում ունեն, հա, հստակ երևում է որն է ներդրումային նախագիծ, որն է ընտանիքի նախագիծ իր ֆունկցիոնալությամբ եւ բավական հեշտ է նաեւ հասկանալ կառուցապատողին իմիջով, այսինքն դու նախորդ տարիների այդ կառուցապատման փորձառություն այդ կառուցապատողի թե տեսնես, դու լիքը հարցերի բա կավարտվի թե չի ավարտվի, բա որակով կսարքի են թե ավարտվի թե չի ավարտվի, չեն խափի, այս հարցերի պատասխանը միանգամից կստանաս, այսինքն կառուցապատողները հասցրին իմիջ ձևավորեն, որի հիման վրա իրանք գնորդների հստակ սեգմենտ ձևավորեցին։ Եվ պարտադիր պետք է ուշադրություն դարձնել վճարման պայմանին, հիմա մենք օրենսդրությամբ ունենք հստակ վճարման մեխանիզմներ, ոնց պիտի վճարես, քեշ փող տալ չկա, հատուկ հաշվից բացի ուրիշ տեղ վճարման ոչ մի խողովակ ու ձև չկա, հա, կնքվում է պայմանագիր, որով գնման իրավունքի օտարումը տեղի ունենում, որով դուք ստանում եք կադաստրից վկայական գնման իրավունքի եւ ըստ պայմանագրի դուք միայն փողը կապ չունի ծավալը, պիտի փոխանցեք կառուցապատողի հատուկ հաշվին, որը որևէ բանկում։ Դա է օրենքը, եթե սանից տարբեր ինչ-որ բան առաջարկ լինի, չգիտեմ, քեշ փող արի տանք կամ ընթացիկ հաշվին տուր կամ պայմանագիր չլինի, ուրեմն այդտեղ ինչ-որ բան են չի, արդեն պետքա ուշադիր լինել։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։